չեմ հասկանում, այստան իրերը, կահույքը ու դաժե իմ հարկի շորերը գողացած փողերով են առնված, հա երջո։ Մարգո, նախ ես չեմ ասել, որ գողացել եմ։ Ես ընդամենը ասել եմ, որ այդ փողերը… Իրական չի դու ինչ ես ասել երջո, ու ինչ ձևակերպում ես տվել դրան։ Լսի դու մազոխիստ ես, տենց բան ուներ ասելու նստեիր իմ հետ խոսայր։ Անպայման պետքա բոլորին հավաքեիր, այդ ամոթալի լուրը հայտնելու համար։ Չգիտեմ, տենց ստացվեց։ Այդ պատասխան չի, որ դու տալիս ես երջո, ու սեր թափ տալը ոչ մի պրոբլեմ չի լուծվի։ Ինչի մենք պրոբլեմ ունենք։ Հա, ու այդ պրոբլեմը այնքան մեծ է երջո, որ դու նույնիսկ չես պատկերացնի։ Ու եթե ես մի պահ աճ փակեմ քո երեկվա ցնդաբանությունների վրա, այստեղ երկրորդ հարցն է առաջ գալիս։ Ուներ դու գիշերը ինչ ես առավոտը տուն եկել։ Դե ամաչում էի տուն գամ։ Ռեստորանում խմում էի։ Դու ռեստորանում չես եղել, ես զանգել եմ ռեստորան։ Մարգո, ուրիշ ռեստորան էի գնացել։ Ու հերիքա ինձ հարցաքննես։ Իմ ինչ եղել է։ Չէ երջո, տենց չի, ինչ եղել է։ Դրա հետևանքները երկար են զրնգալու մեր ակաջներում։ Թե քեզ ում ասեցիր ու պրծավ։ Հարևաններդ արդեն թաս էին ինձ նայում։ Էլ չեմ խոսում նրա մասին, թե ինչ բամբասանքներ են կտարածվեն։ Ախպեր, ինչ ասում են ասեն, ինձ վավշե չի հետաքրքրում։ Ես ելեմ ինչ կամ ու վերջ։ Լսի, դու մենակ քո համար չես պատասխանատու, այլ նաև իմ ու քո ընտանիքի։ Լավ, դու ճիշտ ես, պրծանք։ Չէ, չպրծանք երջո։ Հիմա դու ինձ ասա, թե ոնց ես պատրաստում այդ ընկերոջդ փողերը վերադարձնել։ Կաղա պետք է տուն տեղ ծախենք, որ կարողանանք այդ փողերի տակից դուրս գալ։ Չէ, ոչ մի բան չենք ծախելու։ Ամեն ինչ լինելու է առաջվա պես։ Ես քեզանից բան չեմ հասկանում, երջանիկ։ Մարգո, ցավը տանեմ, անենց հոգնած եմ, որ ոչ մի բանի մասին չեմ ուզում խոսամ։ Ես քեզ մենակ մի բան կարամ հաստատ ասեմ։ Դու քո սաղ կյանքի ընթացքում փողի պրոբլեմ չես ունենալու։ Մենք հիմա ունենք այդ պրոբլեմը, եթե այս ամբողջ ընթացքում ընկերոջդ փողերն ենք ծախսել։ Այդ անցավ ու գնաց։ Ես այդ հարցերը կլուծեմ։ Դու ինձ էլ ոչ մի հարց ուղղակի մի տուր, ու ամեն ինչ լավ կլինի։ Ինչը լավ կլինի, երջո, եթե ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Դու ինձ մենակ մի քիչ ժամանակ տուր, հա։ Ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ։ Բայց կարոտել էի քեզ, Դավիթ, որ հերոյի չէի զգում, իսկ հիմա… Առանց լիրիկական զեղումների, մենք այդ ճանապարհը արդեն վաղուց անցել ենք։ Դու ավելի լավ ասես, թե ինչ գործի համար ես այսքան ճանապարհ կտրելու Ամերիկայից հասել Հայաստան։ Մի րոպե։ Նա ես լուսանկարը։ Նմանացնում ես ինչ-որ մեկին։ Հա։ Ինձ։ Ես ես մարդու ֆոտոն որ առաջին անգամ տեսա, չէի հավատում, որ դու չես։ Ես կյանքում այդպիսի նմանություն չեմ տեսել։ Ով է այս մարդը։ Արտաշես Յակմեջյանը, 55 տարեկան։ Ծնվել է Հայաստանում, բայց 20 տարի ապրում է Միացյալ Նահանգներում։ Շարունակ ես ասում։ Ես ես վերջին մի քանի ամսում Գլենդելում գործի էի անցել իրավաբանական մի ընկերությունում, որտեղ հատկապես զբաղվում են հարուստ մարդկանց ապահարզանով, կտակով ու ժառանգության գործերով։ Շատ լավ տեղ ես գտել աշխատանքի համար։ Երևի այդ իրավաբանական ընկերության միջոցով ծանոթացել ես մեծ հարուստ մարդկանց հետ ծիրահետել, հետո ստիպել ես, որ ամուսնանանք ես հետ։ Վերջում փողերը վերցրել ես ու անհետացել։ Հա, բայց այնտեղ օրենքները շատ խիստ են ու ինչ-որ լավ արդյունքի հասնելու համար շատ պետք է չարչարվել։ Սա էլ է քո զոհերից։ Սա լրիվ ուրիշ հարց է։ Մեր իրավաբանական գրասենյակ Հայաստանից մի ծրար եկավ։ Ծրարի մեջ գրություն էր ու այս լուսանկարը։ Նամակի հեղինակը խնդրում էր, որ մենք գտնեինք Արտաշ Յակմեջյանին ու հայտնենք, որ վերադառնա Հայաստան։ Քանի որ
նրա մեծահարուստ տատիկը գտնվում էր մահամերձ վիճակում, ու իր շուրջն է հավաքում իր բարեկամներին ու հարազատներին, որպեսզի նրանց թողնի իր ժառանգությունը։ Երբ ես տեսա Արտաշի լուսանկարը, մի անգամից իմ առջև դու հայտնվեցիր։ Երևի դու մտածել ես, որ ես կկերպարանափոխվեմ ու կգնամ մեծարուստ տատիկի մոտ, իբրև թե Արտաշեսը ես։ Այն հույսով, որ տատիկը ինձ կժառանգի իր կարողությունը։ Միայն քեզ չէ, Դավիթ, մեզ։ Հայաստանից եկած ծրարի մասին ոչ ոք չգիտի, Դավիթ, նույնիսկ մեր իրավաբանական ընկերությունը։ Միայն ես եմ տեղյակ դրա մասին։ Իսկ ինչի էին նրանք ուղղակի չեն կապվել Արտաշի հետ ու ձեզ են զանգել։ Ես բարձել եմ։ Արտաշը մի քիչ թեթև սոլիկ բնավորության տեր մարդ է։ Դե սիրում է խմել ու շատ հաճախ բնակության վայրը փոխում է։ Ու ամենակարևորը հարազատների հետ կապ չի պահպանում։ Այս 20 տարվա ընթացքում նրանք ոչ մի անգամ նույնիսկ հեռախոսով չեն խոսել։ Դավիթ, շատ լավ գործ է։ Ես վստահ եմ, որ սա քո ամենահեշտ գործերից մեկը կլինի։ Ես արդեն ամեն ինչ մտածել եմ։ Մենք երկուսով կգնանք տատիկի մոտ, դու ինձ կներկայացնես որպես քո կին, ու միասին մենք ավելի արագ գործը գլուխ կբերենք, հասկանում ես, չէ՞։ Ինչ գումարի մասին է խոսքը։ $2 միլիոն։ Որտեղից է տատիկին այդքան փող։ Պարզվում է, այս կնոջ եղբայրը Ֆրանսիայում հարուստ ձեռնարկատեր էր։ Ու մահանալուց առաջ այդ ամենը թողել է քրոջը։ Հետաքրքիրը նա է, որ այդ փաստը կինը իր երեխաներից ու հարազատներից գաղտնի է պահել։ Ու հայտնել է նրանց այն ժամանակ, երբ զգացել է, որ վիճակը արդեն շատ ծանր է։ Չես ասում, Դավիթ։ Իհարկե։ Ոչ։ Բայց ինչի, Դավիթ։ Որովհետև այդ հարցի պատասխանը դու գիտես։ Ու գիտես ինձանից լավ։ Դու մի անգամ փորձել ես ինձ գցես։ Իսկ դա նշանակում է, որ ես քեզ չեմ վստահում։ Կանգնես մի աղջիկ, ձերքին սապորը կանաչուշեք, բաղնյուրի մոտ կանգնես մի աղջիկ, ձերքին սապորը կանաչուշեք։ Ապրես, բողդոջան, ապրես, դրամատուրությունս բարձրացրիր, դրա համար, Այս վիմանը պտի չանեի դու իշխան ջան։ երցրու, Իշխան ջան, ես եկել եմ աղբերական, այսօր փողի մասին խոսակցություն չի կարա։ ես շատ ունեմ, այ որս էդ շարեմ չեմ, ինչև սևամ, Ճիշտ է, այդ կանաչից ես շատ չունեմ, բայց մեծ սիրտ ունեմ։ Այս անգամ մուֆտա է, մյուս անգամ որ կգամ դվայնոյ կտաս, եղավ թե չէ, այս փողով եկա։ լավ, պայմանավորվեցինք, օգտվեք սեղանից, Կաժուկել։ բա, դու հիմա ինչով ես զբաղված, Իշխան ջան, էլի նույնը։ Տխրություն առնում, ուրախություն առնում, միտեղ ծիծաղացնում եմ, միտեղ լացացնում եմ, մի հատ է պուճուր օֆիս եմ դրա յոլա եմ էտում աղբեջ։ դու շատ էլ լավ ես անում, ես չեմ սիրում մարդը մի քանի գործ անում, Էլ մեր որ տարիքն այ աղբեր ջան, ոք համելոն չեմ ես տարին մի հատ կաշի փոխեմ, Իշխան ջան։ էդ էլ ես ճիշտ ասում, դե հիմա սա, էդ ինչ գործի համար է եկել ստեղ, Հիմի կասեմ, Անուշ Ավան ջան, կերար խմեցիր, Անուշ էլի կեզ աղբեր ջան, հիմի դուրս արի դուսը մի քիչ ոտովման արի, որ կերացդ մարս ես։ Ես մերկու բանկա խոսամ, գամ իրար հետ կեթանք։ Դե ոնց ասես կամանդիր ջան, դրսում սպասում եմ, ստեսություն։ հաճող, Անես լավ տղա է, շատ եմ սիրում։ դու ջան թե ասա, էդ ինչի է եկել, Դե եկել էի մի հատ բեգին դենամ, գիտես մենք 100 տարվա ընկերներ ենք։ բեգը հիմա խառնա, դու ինձ ասա, ինչով կարամ ես կօգնեմ, Գիտես էլի Իշխան ջան, այդ միլիոնատիրոջ մոմենտով եմ եկել էլի։